Ողջույն։ Այսօր կուզեմ խոսել այն ճշմարտությունների մասին, որոնք ես հասկացել եմ այս տարի։ Առաջին ճշմարտությունը դա այն է, որ ինչքան էլ ուզում է կինը այս մրցակցային աշխարհում իրեն ուժեղ եւ խելացի եւ համարձակ եւ ձեռքբերումների հետևից վազող կնոջ պես պահի, նա դա չի ուզում։ Ոչ մի կին չի ուզում լինել ուժեղ, ոչ մի կին չի ուզում լինել ձեռքբերումների տեր եւ ոչ մի կին չի ուզում հաղթել այս աշխարհը, քանի որ դա կնոջ առաքելությունը չէ։ Բոլոր կանայք այս աշխարհում ուզում են մեկ բան՝ լինել սիրված, սիրել, սեր տալ եւ երբ այդ կարիքը չեն կարողանում բավարարել որևէ կերպ, նրանք սկսում են փնտրել այլ տարբերակներ երջանկանալու համար։ Մասնավորապես շատ է մարդկանց եւ կանանց աղջիկներին թվում, որ ուժեղ կինը դա այն կինն է, ով հասնում է ամեն ինչի, ով վարում է մեքենա, ով գնում է իր սեփական տունը, ով աշխատում է շատ գումարներ, ով վերցնում է ամեն ինչ իր վրա, բայց սա այս վարելիքի վրա ոչ մի կին երկար կամ հեռու չի կարող գնալ, քանի որ նա ի սկզբանե դրա համար ստեղծված չէ։ Կինը արդեն տարբեր է տղամարդուց, թե ֆիզիկապես, ֆիզիոլոգիապես, թե ներքին կառուցվածքով։ Եվ տղաները ընդհանրապես ստեղծված են, որպեսզի հաղթեն աշխարհը, ունենան այդ ձեռքբերումները, գրավեն աշխարհը, իսկ կինը ստեղծված է նրա համար, որպեսզի ապահովի սերը եւ ջերմությունը թե տան մեջ, թե իր ներսում, թե իր հոգու ներսում։ Եթե տղամարդը ստեղծվել է, որպեսզի տա եւ ստեղծի եւ գրավի եւ հաղթի, կինը ստեղծվել է, որպեսզի սեր զգա, սեր հավաքի, սեր վերցնի աշխարհի կողմից, սեր բերի, ջերմություն բերի իր ընտանիք, իր կողակցին եւ այլն։ Ես հասկանում եմ, որ հայկական իրականության մեջ, քանի որ կանայք շատ ճնշված են, կա բռնություն, կա հայհոյանքներ, կա սխալ հարաբերությունների փորձ եւ այլն, Հայաստանում կանայք նամանավանդ ունեն կարիք կայանալու, առանձնանալու, ասելու ոչ, այսինչ հետամնաց բաները, կինը պետք է գրավի աշխարհը, ես պետք է կառուցեմ իմ տունը, ես պետք է գնեմ իմ մեքենան, ես պետք է ճանապարհորդեմ, ես չեմ կարող հույս դնել տղամարդու վրա, որովհետեւ շատ հաճախ հենց կանանց ֆինանսապես ոչ կայուն վիճակն է ստիպում, որ իրենք ապրեն այնպիսի տղամարդկանց հետ, ովքեր կիրառում են բռնություն։ Ես սա շատ լավ հասկանում եմ եւ հասկանում եմ նաեւ, որ հեշտ չի ընտրել կանացի լինելը եւ կանացին ասես ասոցացվում է թույլ կնոջ հետ։ Ես չեմ սիրում թույլ եւ ուժեղ բառերը կիրառել կանացի կամ տղամարդկային կամ տղամարդ եւ կին բառերի կողքին, որովհետեւ սա մրցավազք չէ եւ ինչպես շատ անգամ ասել եմ, կյանքը դա ուղղակի դպրոց է, որտեղ մենք սովորում ենք, եւ եթե մենք արդեն ծնվել ենք, մեր հոգին ծնվել է այս կնոջ մարմնի մեջ, այս գեղեցիկ կերպարանքով, ապա մենք չենք կարող վերցնել ամբողջ աշխարհի հոգսը մեզ վրա եւ երեխաներ ունենանք, եւ սիրենք, եւ գեղեցիկ լինենք, եւ կանացի լինենք, եւ այդ ամենի հետ մեկտեղ աշխատենք գումար, տուն, ավտոմեքենա, ստեղծենք եւ հիվանդություններ չստանանք, լինենք առողջ պսիխիկայով, չբղավենք մեր երեխաների վրա եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ինֆորմացիան դժվար է սկզբից մի քիչ ընկալել, բայց մի որոշ ժամանակ այս ինֆորմացիայով երբ կինը փորձում է ապրել, նա հասկանում է, որ իրեն շատ լավ է զգում եւ իրեն բացարձակ փողը չէր պետք, տունը չէր պետք, սա չէր պետք, նա չէր պետք, իրեն իսկապես պետք էր կանացի երջանկություն։ Ուղղակի աշխարհը, քանի որ հիմա շատ է սիրում խառնել մարդկանց եւ տանել իրենց իրական միսիաներից այն կողմ, հիմա շատ հստակ մենք շեղվում ենք կանանցով եւ կարծում ենք, թե մեր կյանքի նպատակը, մեր կյանքի առաքելությունը դա ուղղակի այս աշխարհը նվաճելն է։ Առաջին ճշմարտությունը, որը ես հասկացա այս տարի, դա այն է, որ ես կարող եմ նվաճել աշխարհը միայն իմ կանացիությամբ, ջերմությամբ, սիրով, այն օրինակով, թե ինչպիսին կարող է լինել կինը, ինչքան հավատքով լցված դեպի իր ամուսինը, դեպի իր ընտանիքը, ինչքան ջերմություն կարող է լինել կնոջ մեջ, ով ընկած չէ փողի հետևից եւ վստահ է, որ գումարը լինելու է։
Երկրորդ ճշմարտությունը, որը հենց գումարի հետ է կապված, դա այն է, որ ինչքան վազում ենք գումարի հետևից, այնքան գումարը վազում է մեզանից հեռու։ Գումարը չպետք է լինի նպատակ, գումարը չպետք է լինի թեմա, որի պատճառով մենք կռվում ենք, բաժանվում ենք, միանում ենք, ընտրում ենք տղամարդ կամ բաժանվում ենք նրանից դրա պատճառով։ Գումարը չպետք է լինի վեճի թեմա, գումարը չպետք է լինի մեր wish list-ում առաջիններում եւ այլն, որովհետեւ գումարը չի սիրում, երբ մարդը իրեն տենչում է։ Տիեզերքը չի սիրում, երբ մենք գումար ենք տենչում։ Տիեզերքը սիրում է, երբ մենք տենչում ենք նպատակ, արժեքներ, օգուտ եւ նմանատիպ այլ օգտակար բաներ, քան գումարն է։ Երբ մենք ուղղակի ուզում ենք գումար, որպեսզի այն շահագործենք, օգտագործենք, այն մեզանից փախնում է կամ չի շատանում։ Ավելի ճիշտ է, եթե մենք կենտրոնացնում ենք մեր ուշադրությունը նրա վրա, թե ինչ օգուտ ենք մենք ուզում տանք, ինչ պրոդուկտ ենք ուզում ստեղծենք, ինչքանով է այն լավը սարքելու մեր միջավայրը, մեր շրջապատը, մարդկանց ինչ օգուտ է տալու, եւ հետո միայն հասկանում ենք, որ մենք կարող ենք սրա համար այդ գումարը ստանալ։ Այսպիսի օրինակ բերեմ, ասես մենք տարա ենք եւ մեր մեջ լցվում է այնքան գումար, ինչքանի մենք ունակ ենք տեղավորենք եւ փոխանցենք այդ գումարը այլ մարդկանց եւ եթե մենք այսքան ենք, այդտեղ չի կարող շատ գումար լցվել, իսկ եթե մենք այսքան ենք, այդտեղ կարող է արդեն շատ գումար լցվել։ Ինչ նկատի ունեմ, երբ ասում եմ փոխանցում ենք մարդկանց, գումարը ուղղակի էներգիա է, որը գալիս է եւ մեր միջով գնում է մարդկանց, որովհետեւ եթե օրինակ ինչ որ մարդ ունի սամալյոտների կամպանիա, ինքնաթիռների կամպանիա, բնականաբար ինքը շատ աշխատատեղեր է ստեղծում, շատ մարդկանց գումար է տալիս եւ գումարը իրեն շատ է գալիս, ինքն էլ իր միջոցով այդ գումարը փոխանցում է մարդկանց։ Կամ բժիշկը բուժում է շատ մարդկանց եւ իրեն գումար է գալիս եւ ինքը բուժում է այդ մարդկանց, օգուտ է տալիս։ Կան մարդիկ, ովքեր բարեգործություն են անում գումարով, աշխատավարձներ են տալիս, ստեղծում են դպրոցներ, երեխաներին կրթում են եւ նաեւ գումար են տալիս ուսուցիչներին եւ այլն, եւ երբ ասում են think big, մտածիր մեծ, բավականին հաճախ կլսեք այս արտահայտությունը իմ վիդեոների մեջ, որովհետեւ ինքս փորձում եմ այդպես մտածել, որ պետք չէ մտածել այսքան, մտածել միայն մեր մասին, մի հատ արագ ես իմ 2 միլիոնը աշխատեմ, որ իմ travel-ը անեմ, որ իմ ամեն ինչ անեմ, այդ ժամանակ մենք նեղ ենք, մենք փոքր ենք, մենք նեղանում ենք, փոքրանում ենք եւ աշխարհը սահմանափակում ենք միայն մեզանով, այդ ժամանակ մեզ չի կարող շատ գումար գալ, մենք պետք է անենք, մտածենք, հոգանք ուրիշների մասին, մեծանանք, որպեսզի փողը գա եւ մեր միջով գնա մարդկանց, չափսոսանք, ծախսելուց չափսոսանք, շնորհակալ լինենք, եթե մենք ափսոսում ենք, ծախսենք, անընդհատ հաշվարկներ ենք անում, գումարում ենք, հանում ենք, տանում ենք, բերում ենք, մեզ մոտ այդքան գումար չի գալիս, ինչքան երբ որ մենք մեր ունեցած 3000 դրամի համար նույնիսկ շնորհակալ ենք լինում, ասում ենք մերսի, էլի կգա, էլի կլինի, վստահ ենք, որ փողը կլինի եւ հասկանում ենք, որ փողը ուղղակի մեր ունեցած էներգիայի ու այդ մեծությանը համարժեք ինչ որ էներգիայի տեսակ է, որը գալիս ու լցվում է ու մեր միջոցով հոսում է դեպի աշխարհ եւ ոչինչ մենք չենք տանելու մեր հետ։ Երրորդ ճշմարտությունը դա այն է, որ այս աշխարհում ամենամեծ ներդրումը, որը մենք կարող ենք անել, դա մեր մեջ է, մեր ուղեղի, մեր հոգու, մեր սրտի մեջ, միայն կրթվելով, զարգանալով, հոգևոր արժեքներ ձևավորելով, լավին ձգտելով, լավ բաներ սովորելով, ավելի լավը ամեն օր փորձելով դառնալ, կատարելագործվելով, ինքներս մեր մասին մտածելով, ինքներս մեր հետ աշխատանք տանելով, գրելով, ջնջելով, հասկանալով, թե ինչպիսին է երեք, ինչպիսին է այսօր, ինչպիսին կլինի վաղը, կգնանք առաջ եւ մենք կսկսենք հասկանալ կյանքի իմաստը ու թե ինչ է իրանից ներկայացնում կյանքը, թե ինչ առաքելություններ ունի այստեղ կինը կամ աղջիկը կամ ինչու՞ չէ տղամարդը կամ տղան, մենք պետք է հասկանանք, որ ուղղակի չենք եկել այստեղ եւ մեր այստեղ անցկացրած ժամանակը շատ կարճ է, այն չի կարելի սահմանափակել միայն գումարով, միայն սիրով, միայն երեխաներով եւ միայն ընկերներով, այն այսքան է եւ հենց այսպես պետք է կանգնենք, որ կյանքը ընդունենք, սիրենք, այդ կյանքի մեջ անդադար շնորհակալություններ հայտնենք, որ մենք կանք, որ մեզ տրվել է այդ հնարավորությունը ապրել այս կյանքը, այս մարմնի մեջ, զգանք այդ Աստծո ուժը, այդ Աստծո օրհնությունը, փորձենք
հոգևոր հարստություն դիզենք ֆիզիկական կամ գումարային հարստության փոխարեն հոգևոր հարստության մասին կարդանք, խորանանք, փորձենք հասկանալ ինչի մասին է ընդհանրապես հոգին, փորձենք հասկանալ, որ մարմինը ժամանակավոր է եւ մեր հոգին ունի կատարելագործվելու խնդիր, սիրելու խնդիր, սեր ստանալու եւ սեր տալու խնդիր եւ այժմ ընդհանրապես աշխարհում 98% մարդկանց մարդկանց 98%-ի կյանքը իրենց չի պատկանում։ Միայն 2% մարդիկ են ապրում իրենց իրական կյանքով, անընդհատ պետք է փորձենք այդ շերտերի տակից հանենք եւ գնք մեր իրական եսը, խորանանք ու հասկանանք ով եմ ես իրականում, ինչպիսին եմ ես, ինչ միսիաներ ունեմ, որ առաքելություն ունեմ եւ պետք է մեր կյանքը նվիրենք ոչ թե ուղղակի փող աշխատելուն, այլ մեր հոգին կատարելագործելուն, մեզ տրված տաղանդները զարգացնելուն, դրանով ինչ որ բաներ անելուն, մարդկանց օգուտ տալուն, լավը ստեղծելուն ու այս աշխարհը մի փոքր մեր գոյությամբ ավելի լավը սարքելուն եւ մեզ նույնպես ավելի լավը սարքելու համար։ Չորրորդ ճշմարտությունը, որը ես հասկացել եմ, այն է, որ մենք ինքներս ասես արտացոլում ենք մեր կյանքում մեր հոգեվիճակը։ Եթե մեր հոգեվիճակը զոհի երեխայի հոգեվիճակ է, եթե մենք անդադար բողոքում ենք, նվնվում ենք, ուզում ենք մեզ ինչ որ մեկը խղճա, ձեռք մեկնի, կարեկցի, ասում ենք ոչ, իմ կյանքում ամեն ինչ վատ է, նա ինձ քիչ սիրեց, նա չարեց, նա փողը քիչ տվեց, նա այսպես խոսեց, ես դրանից եմ նեղացել, որ ինքը սենց արեց եւ այլն, դա բացարձակ մեզ շահեկանչի, դա նշանակում է, որ մենք ուղղակի փորձում ենք դեռ չհամակերպվել նրա հետ, որ այս կյանքում մեր ունեցած կյանքի պատասխանատվությունը միայն մեզ վրա է եւ ինչպես հաճախ շեշտում եմ, մենք ունենք ազատ կամք տնօրինելու մեր կյանքը։ Բայց այդ ամենով հանդերձ մենք այդ կամքը պետք է օգտագործենք լավ էմոցիաներ զգալու, լավ էմոցիաներ տալու, սեր զգալու, սեր տալու, հավատալու, վստահելու, համբերություն, համբերատարություն, այսպիսի հատկանիշներ մեր մեջ ձևավորելու, համբերություն մեր երեխաների հանդեպ, համբերություն մեր ամուսնու հանդեպ, ով միգուցե այնքան գումար չի աշխատում, ինչքան դուք կուզեիք, համբերություն երեխայի հանդեպ, ով հիվանդ է կամ շատ է հիվանդանում, համբերություն երեխայի հանդեպ, ով թափում է, ձեզ չի լսում, համբերություն եւ վստահություն այն կյանքի հանդեպ, որ մենք հիմա ունենք։ Վստահությունը դա այս տարի չեմ սովորել, բայց չգիտեմ, երևի հասանք 5-րդ դասին, թե որ, բայց իմ կյանքի ընդհանրապես ամենակարևոր դասերից մեկը, որը ես սովորել եւ սովորում եմ, դա այն է, որ վստահությունը ամենակարևոր զենքն է այս կյանքում, երբ դու վստահում ես կյանքին, Աստծուն, քո ամուսնուն, քո երեխաներին, իրավիճակին, մարդկանց, այն ամենին, ինչ դու ունես այս կյանքում։ Վստահում ես, որ այդ ամենը նրա համար է, որ քո հոգին կատարելագործվի, որ դու ավելի լավը դառնաս, որ դու նոր բաներ սովորես, որ դու առաջ գնաս, որ դու ուժեղանաս, որ դու հասկանաս, որ դու կրթվես, որ դու զարգանաս եւ այլն։ Այսինքն ընդունել այն իրավիճակները, այն մարդկանց, ովքեր կան մեր կողքը ու հասկանալ, որ դա մեր ներքին հոգեվիճակի հայելին է, ու մենք տեսնում ենք այն, ինչպես հենց հիմա պետք է դրա վրա աշխատել, դրանց մասին մտածել, խորանալ այդ ամենի մեջ ու հասկանալ այ ինչու է սա այսպես, ինչու է նա այնպես եւ վստահել, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ես հաճախ եմ խոսում Աստծուց եւ այդ ամենից իմ ալիքում եւ կրկին կասեմ, Աստված այսպիսի բառեր ունի, Աստվածաշնչում ասված է, որ առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Այս բառերը այնքան բնորոշ ու այնքան հետաքրքիր բառեր են, ես հենց հիմա ասացի, նորից փշաքաղվեցի, որովհետև ես վստահ եմ, որ մեզ Աստված է ստեղծել, հնարավոր է, որ դուք դեռ չունեք այդ վստահությունը, խնդրեք, որպեսզի ձեզ բացվի այդ վստահությունը, որ դուք իմանաք, որ դա այդպես է։ Եթե չեք ուզում, ասում եք, ինձ պետք չէ իմանամ, որ այդպես է, ես առանց Աստված ամեն ինչ կարող եմ անել, ինչևէ, ուրեմն դուք այնտեղ եք, որտեղ պետք է լինեք ձեր կյանքի այս փուլում եւ դեռ ամեն ինչ արժևում է, դեռ կփոխվի, կհասկանաք կամ չեք հասկանա այս կյանքի ընթացքում, իսկ ունեցած այն մարդիկ, ովքեր հասկանում են ինչի մասին եմ ես խոսում կամ գոնե ուզում են հասկանալ, ամեն անգամ վստահեք Աստծուն եւ իմացեք, որ առանց նրա ոչինչ անել չեք կարող, ինչ է դա նշանակում, որ կարելի է ուղղակի խնդրել, որ նա անի եւ նա կանի։
կա նաև Աստվածաշնչի մեջ այսպիսի խոսքեր շատերի գուցե ցանել, որ չէ որ ծտերին ամեն ինչ տրված է ու իրենք ընդհանրապես չեն մտածում վաղվա օրվա մասին, վայելում են այսօրվա օրը, ինչու դուք չեք կարողանում վայելել այդպես, եթե Աստված ձեզ ստեղծել է իր կերպարանքով, միթե նա ձեր մասին չի կարող մտածել այնքան, ինչքան մտածում է ծիտիկների մասին, ում ամեն ինչով ապահովում է։ Ինձ համար այս խոսքերը աշխարհարժեն, որովհետև կարելի է այս խոսքերի մեջ հավերժ խորանալ, հավերժ մտածել այս խոսքերի մասին։ Եթե դուք sense փակեք ձեր աչքերը ու փորձեք հետ գնալ ու հասկանալ, թե որ բայրն եք ձեր կյանքից ամենալավը հիշում, ամենալավը, ամենավառը, ամենագեղեցիկը, այն ամենատպավորիչ բայրը, եթե վաղը մեռնելու լինեիք, այդ բայրը կհիշեիք։ Դուք կհասկանաք, որ դուք երբեք չեք հիշում այն բայրը, երբ դուք գումար եք աշխատում կամ գումարի հետևից եք վազում կամ ինչ-որ նույնիսկ մեծ ձեռքբերումներ ունեք։ Հիմնականում մենք սիրով լի բայրն ենք հիշում մեր կյանքի։ Ես հիշում եմ, օրինակ ես հիշում եմ բալիկիս ծնունդը, հիշում եմ երեխաներիս հետ տարբեր, ասենց շատ ուրախ բահեր, ամուսնուս հետ ուրախ բահեր, միգուցե ինձ որևէ ծովի ափին նստած, ես միշտ հիշում եմ այն խաղաղ երջանիկ վայրկյանները, որոնք ունեցել եմ։ Այդ բահերը, որոնք դուք հիշում եք, դուք ներկայում եք եղել եք այնպես, ինչպես Աստված ակնկալում է, որ մենք կլինենք, հա, ոնց ծիտիկները։ Փորձեք ձեր կյանքում անընդհատ ցած բերեք ներկա ու հասկանաք, որ կյանքը ուղղակի այս վայրկյանն է, ու այս վայրկյանը վայելելու կարողության մեջ է։ Թե դուք ինչքան կզգաք այդ կյանքի համը, թե ինչքան ձեզ կզգաք անգլերեն լավ բառ կա alive, կենթանի։ Ինչքան կզգաք, որ դուք կաք, որ դուք ապրում եք, որ այս այն պահն է, որ մեռնելուց առաջ դուք հիշելու եք։ Փորձեք ավելի շատ ներկայում լինել, վայելել, զգալ այդ կյանքի հաճույքը, այդ կյանքի համը, այդ պահը, որ ոչ թե գումար չկա, այլ որ ձեր ընկերու հետ քայլում եք ուղղակի Երևանյան գիշերով, լույսերի ներքո, որ ոչ թե ձեր երեխան ինչ-որ մի բան թափեց հատակին, այլ որ ինքը դեռ փոքր է ու կարող է ինչ-որ մի բան թափել հատակին։ Ոչ թե որ դուք արդեն մեծ եք եւ ձեր կյանքը անցավ, այլ որ դուք դեռ ապրում եք ու կարող եք սուրճ խմել առավոտյան օրինակ, հա, ասենց հոտ քաշել այդ սուրճը ու խմել։ Ոչ թե որ շատ վատ է ամեն ինչ ձեր ընտանիքում, այլ որ դուք դեռ ունեք հնարավորություն ամեն ինչ փոխել ձեր ընտանիքում։ Ոչ թե որ գումարը արդեն դուք եք աշխատում եւ ձեր ամուսինը ոչ մի բանի ունակ չի, այլ որ դուք կին եք եւ դուք ունակ եք ամեն ինչ փոխել ձեր ընտանիքում, ոչ թե դրսում։ Եվ այսպիսի լիքը կարգավորումներ կան, որոնք իրականում պետք է խորանալ, աշխատել այդ ամեն ինչի հետ, ասում եմ, կյանքը այնքան ընդարձակ է, այնքան մեծ է, այնքան տարբեր բնագավառներ կան, որ կարելի է անverջ խորանալ ու մտածել, որ նույնիսկ մեր կյանքը չի բավականացնի, որ մենք հասկանանք այս գեղեցիկ առեղծվածի նպատակը, իմաստը, խորանանք նրա մեջ, հասկանանք ինչու ենք ծնվել, ինչու կանք, ով ենք մենք, ուր ենք գնում, ինչ տաղանդներ ունենք, ինչ շնորհներ ունենք, ինչու է մեզ Աստված ուղարկել, ինչ է ուզել, որ մենք սովորենք, ինչու է տվել այս մամայրիկին եւ այս հայրիկին, ինչ է ուզել, որ մենք հասկանանք, ով ենք մենք իրականում առանց այս ամեն ինչի, առանց այս աղմուկի, առանց դիմակների, առանց սպասումների, ակնկալիքների, ինչ հոգի ունենք, ինչի համար ենք այստեղ, որ ինչ սովորի, որ ինչ հասկանա, որ ինչուն կատարելագործվի, որ ինչ տա այս աշխարհին վերջապես։ Այսպես ուրիշ ձև սկսվեց, ուրիշ ձև բրծավ, ինչպես միշտ, ես շատ սիրում եմ, մաղթում եմ ուրախ տարի, ես ինքս մի փոքր հեռացել եմ YouTube-ներից, Instagram-ներից, տրեյնինգներից, ինքս փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնեմ իմ ընտանիքին, բալիկներիս, ամուսնուս, ընտանիքում ույուտ ստեղծելուն, որովհետև հասկանում եմ, որ այս վերջերս մի քիչ շատ էի ձեռքբերումների հետևից վազում ու հիմա calm down-ի, ասենց հանգստանալու շրջան է իմ մոտ։ Այս ամիսը, դեկտեմբեր ամիսը, ես նվիրել եմ ինքնահանգստացմանը եւ ինչ շատ ներդաշնակ եմ հիմա զգում։ Հասկանում եմ, որ ազատությունը ամենաթանկ բանն է ու հիմա ես ունեմ այդ ազատությունը, բալիկներս գնում են պարտեզ, ամուսինս աշխատում է, իսկ ես ուղղակի ժամանակը տրամադրում եմ ինձ, գրքին գրքեր եմ կարդում, լսում եմ, սպորտով եմ զբաղվում,
անում եմ այն ամենը, ինչով կինը իրեն երջանիկ ու բավարարված կզգա եւ կունենա էներգիա, այդ էներգիան իր 3 տղաներին տալու, որովհետեւ 2 տղա ունեմ եւ ամուսինս եւ այդ ամենը էներգիա պահանջում ու ես պետք է իրենց առողջ, գեղեցիկ էներգիայով, ինչպես տղաս է ասում, մամա, չեմ ուզում տատիկ դառնաս, ու ես էլ ամեն ինչ անում եմ, որպեսզի տատիկ չդառնամ։ Այդպես, շուտ չդառնամ տատիկ։ Ձեզ մաղթում եմ, որպեսզի գտնեք այդ ձեր սրտի ճանապարհը, այս վիդեոները բոլորը անում եմ նրա համար, որ օգնեմ ձեզ, ձեր ձեռքը բռնեմ եւ ուղղորդեմ ձեզ դեպի ձեր սիրտ, ձեր հոգի, ձեր ներս։ Լավ եղեք։ Bye.